Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալը շարունակում է զարմացնել իրադարձությունների անսպասելի շրջադարձերով։ Յուրաքանչյուր նոր սերիա ոչ միայն բացահայտում է անցյալի նոր գաղտնիքներ, այլև ավելի խճճում հերոսների ճակատագրերը։ Սյուժեն, որը սկզբում թվում էր պարզ ընտանեկան դրամա, այժմ վերածվել է բարդ, հուզական պատմության, որտեղ ամեն մի խոսք, ամեն մի քայլ կարող է փոխել հերոսների կյանքը։ Նոր սերիաներում պատմությունը հասնում է իր ամենալարված փուլերից մեկին։ Նորոն Էդգարի Գիթյանի մարմնավորած կերպարն իր իսկ բնավորությամբ ուժեղ, արդարամիտ և երբեմն կտրուկ մարդ է, բայց հենց նա էլ հայտնվում է իր կյանքի ամենախոր հուզական փոթորկի մեջ։ Մագդան, ում նա օգնում է և հիվանդանոցից բերում տուն, չկասկածելով ճակատագրի դաժան խաղին, ապրում է մի ընտանիքում, որտեղ շատ բաներ իրականում կապված են հենց Նորոյի անցյալի հետ։ Երբ Նորոն մտնում է տուն, որտեղ բնակվում է Մագդան, նա բախվում է անակնկալ տեսարանին։ Այդ տանն աշխատում է իր հարազատ քույրը Էլիզը, որը ոչ միայն չի բացահայտել իր ինքնությունը, այլև այնտեղ է հատուկ նպատակով։ Էլիզը տարիներ շարունակ ապրել է ատելությամբ ու ցավով, նրա ներսում վառվում է վրեժի կրակը, և նա որոշել է այն մարել հենց այնտեղ, որտեղ իր կարծիքով ամեն ինչ սկսվել է։ Սակայն այս անգամ նրա խաղը վտանգավոր է ոչ միայն ուրիշների, այլև իր սեփական հոգու համար։ Էլիզը հոգետանում մի փոքրիկ աղջկա մասին, Արևիկի, ով իրականում նրանց հարազատ քույրն է։ Արևիկն այն երեխան է, որի ծնվելուց նրանց մայրը՝ Շուշանը, Ամերիկայում մահացավ։ Բայց ճակատագիրը կրկին խառնում է իր քարտերը։ Այդ նույն Արևիկը դառնում է Էլիզի խնամակալը առանց իմանալու իր իրական ծագման մասին։ Էլիզը, թեև իր ծրագրերով փորձում է ուժեղ երևալ, հաճախ կոտրվում է, երբ խոսում են մոր մասին, նրա հայացքը փոխվում է, ձայնը դառնում է մեղմ, և նա թվում է պայքարում է իր ներսի երկու Էլիզների միջև՝ վրեժ խնդիր կնոջ և կարոտած դստեր։ Ադրինե Աճեմյանի խաղն այստեղ առավել ընդգծված է։ Նա կարողանում է մեկ տեսարանի ընթացքում փոխանցել հակասական զգացմունքներ՝ միաժամանակ ատելություն, ցավ, զայրույթ, խղճահարություն։ Նորոն Էլիզին այդ տանը տեսնելով միանգամից զգում է, որ ինչ-որ բան այնպես չէ։ Նրա աչքը չի խաբվում, նա հասկանում է, որ քույրն այստեղ պատահաբար չէ։ Բայց Նորոն դեռ չգիտի ամենակարևորը՝ այդ տան տերերի մեջ է հենց այն տղամարդու քույրը՝ Մագդան։ Եվ այդ տանն ապրում է այն տղամարդը, ում պատճառով իրենց մայրը լքեց իրենց։ Այդ մարդը, ում հանդեպ Նորոն կրում է տարիների կուտակված ատելություն, իրականում անուղղակիորեն կապված է հենց Մագդայի հետ։ Մագդայի եղբայրը հենց այդ տղամարդն է։ Այս ամենը ստեղծում է մի ներքին բախում, որտեղ սերը բախվում է անցյալի վերքերին, իսկ խղճի և ցավի սահմաններն այլևս չեն տարբերվում։ Բայց ամեն ինչ դրանով չի ավարտվում։ Հեռուստադիտողները 3 ականատես եղան նոր տեսանյութի, որն ամբողջությամբ կփոխի սյուժեի տրամադրությունը։ 3 Ինստագրամի էջում հեռուստասերիալում տեղի ունեցող իրադարձություններից մի փոքրիկ հատված էր հրապարակվել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Նորոն հանկարծակի գլխապտույտ ունենում։ Նրա դեմքի արտահայտությունից հասկանալի է, որ սա պարզապես հոգնածություն չէ։ Հավանաբար առաջիկա սերիաներում կպարզվի, որ Նորոն առողջական խնդիրներ ունի։ Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ հեռուստադիտողները ենթադրում են Նորոյի կյանքը կարող է փրկել հենց Արշակը, այն մարդը, ում նա ատում է իր ամբողջ կյանքում։ Եվ ճակատագրի հեգնանքով հենց Արշակը կարող է դառնալ այն մարդը, ով փրկի Նորոյին։ Եթե դա տեղի ունենա, ապա պատմությունը կվերածվի ոչ միայն ընտանեկան դրամայի, այլև ներողամտության և մարդկային հաշտության հոգեբանական վերլուծության։ Սերիալում ընդգծվում է, որ ոչ մի գաղտնիք հավերժ փակ չի մնում։ Շուտով Նորոն կիմանա, որ Մագդան այն տղամարդու քույրն է, ում պատճառով իրենց մայրը հեռացավ, իսկ Արևիկը իր հարազատ քույրը։ Այդ բացահայտումը կփոխի ամեն ինչ, նրա աշխարհը կփլուզվի, և նա ստիպված կլինի նորից վերաիմաստավորել սերն ու ընտանիքը։ Ելենա Արշակյանը կրկին ապացուցում է իր վարպետությունը՝ ստեղծելով պատմություն, որտեղ յուրաքանչյուր մանրուք ունի նշանակություն։ Նրա սերիալներում սերն ու ցավը միշտ քայլում են կողք կողքի, իսկ հերոսները ստիպված են լինում ընտրություն անել սրտի ու խղճի միջև։ Հեռուստադիտողները սոցիալական ցանցերում արդեն մեկնաբանում են. Ելենա Արշակյանը դարձյալ մեզ ստիպեց ապրել հերոսների կյանքով։
Եթե Արշակը փրկի Նորոյին, դա կլինի ամենաուժեղ սյուժետային շրջադարձը։ Ուրիշի ընտանիքը սեր, ցավ, վրեժ և ճակատագիր, որտեղ ամեն ինչ կապված է միմյանց հետ։ Հաջորդ սերիաներում սպասվում են բացահայտումներ, որոնք ամբողջովին կփոխեն պատմության ընթացքը։ Արդյոք Նորոն կիմանա, որ ապրում է իր հարազատ քրոջ կողքին նույն քաղաքում, որ հարազատ քույրը վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Կկարողանա նա ներել անցյալի դաժան ճշմարտությունը, իսկ Էլիզը կդադարի իր վրեժից, թե կգնա մինչև վերջ, ոչնչացնելով բոլորին իր ցավի դիմաց։ Այս հարցերի պատասխանները կստանաք շատ շուտով, իսկ մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև գրել ձեր կարծիքը, իսկապես Նորոն ունենալու է առողջական խնդիրներ և այդ խնդիրները լուծվելու են Արշակի միջոցներով։